Դե ինչ, շարունակում ենք առավոտ լուսոն եւ շարունակում ենք արդեն շատ համեղ տրամադրությամբ։ Այո, որովհետև մեր խոհանոցում հայտնվել է Անուշը տարբեր գունավոր բաղադրիչներով։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր շատ հետաքրքիր աղցան նախուտեստ ենք պատրաստելու, մատուցման տարբեր ձևեր կընտրենք եւ մատուցման տեսակից պարզ է դառնում, որ սա նախուտեստ է, բայց կարող ենք նույնը պատրաստել նույն բաղադրիչներով պատրաստել որպես աղցան։ Դրա համար ով ինչպես կցանկանա կարող է մատուցել։ Հիմա սկսենք պատրաստել։ Մեզ անհրաժեշտ է պրոշուտո, ռուկոլա, լոլիկի ճիր կամ բազիլիկ եւ պանիրներ, տարբեր տեսակի պանիրներ ենք այստեղ դրել։ Մենք կարող ենք պատրաստել եւ աղցանը, որ ցույց տանք թե ինչպես կարող ենք պատրաստել նույն բաղադրիչներով աղցան եւ նախուտեստը։ Հիանալի։ Ես այդտեղ նաև ավոկադո եմ տեսնում այստեղ հերբից։ Այո, ավոկադոն կարող ենք աղցանի համար օգտագործել։ Իդեպ մանե կարող ես գալ ինձ օգնել Սիրով։ եւ դու պատրաստես աղցանը, իսկ ես նախուտեստը։ Եթե դեմ չես Դավիթ։ Իհարկե ոչ։ Շատ լավ։ Ես վերջում հիշում եմ դու անցած անգամ բրոկոլին վերեցիր, որ մենք միասին փորձենք, կբերեմ անպայմանին պատրաստած։ Վերջ, ահա, դե ես Լավ ու բարի արարքները միշտ հիշում եմ Դավիթ։ Բայց խոհանոց մտնելուց առաջ միշտ պետք է կախարդական գրպանից հանել մազի կապիճը։ Ահա, այո, ինչպես միշտ։ Այո։ Իսկ ես այդ ընթացքում բաժանեմ պրոշուտոն, մի քիչ հեռացնենք եւ գեղեցիկ դասավորենք տախտակի վրա, որպեսզի հետո, այսպես ասած, լցոնենք։ Բաղադրիչները կդնենք եւ կփաթաթենք։ Ռոլեր ենք պատրաստելու այսինքն։ Ռոլեր ենք պատրաստում, այո, բայց ոչ Դա նախուտեստի տարբերակն է։ լավաշով, այո, Ոչ ավանդական։ ոչ ավանդական։ Իրականում այնքան հետաքրքիր մատուցման ձևեր ենք տեսնում, որ միշտ այսպես աչքդ շոյվում է եւ ասում ես, եթե սեղանին տեսնես, հաստատ կուզենաս, կցանկանաս փորձել, որովհետեւ շատ գեղեցիկ է։ Եվ տեսնում ես, որ դա ընդհանրապես աղցան էր, պարզապես շատ գեղեցիկ փաթաթված եւ մատուցված սիրուն ձևով։ Իսկ դու այս բաղադրատոմսը ինչ որ միտեղ տեսել ես, թե Այո, ես տեսել եմ։ Դու տեսել ես։ Եւ որոշեցի այս անգամ, առաջին անգամ եմ այսօր պատրաստելու։ Հիանալի է։ Ես էլ այս Դու կարող աղցանը։ ես վերցնել Ինչ եմ ռուկոլայի անելու։ Այո։ մի կեսը։ Դանակով ենք անում թե ձեռքով։ Ընդհանրապես կարող ես ձեռքով 3 մասի բաժանել։ Ես սիրում եմ, որ մի քիչ մանր լինի, որպեսզի ավելի հարմար Ես լինի։ հիշում եմ։ Այո։ Եթե երկար, այո, այդ ցողունները կարող ենք հանել։ Չնայած առհասարակ բոլոր կանաչիների դեպքում ես ամենաշատը հենց ցողունն եմ սիրում, չգիտեմ ինչու։ Միշտ ափսոսանքով եմ հեռացնում իրենց աղցան պատրաստելու ընթացքում, հետո առանձին մի տեղ ափսեի մեջ լցնում եմ, ընթացքում ուտում։ Որպեսզի չվատնես, ոչինչ։ Այո, Ընդհանրապես խոհարարները ման է ասեմ, որ ցողունները հանում են եւ նույնիսկ թանձրուկ պատրաստելու ժամանակ միայն օգտագործում են կանաչիների հատվածը, որովհետև գույնն է շատ հագեցած լինում։ Այ մաղադանոսի ձեթը պատրաստելիս Սարգիս ամբողջությամբ հեռացրեց ցողունները։ միայն տերևներով պատրաստեցին։ Դրանից էլ այդ հագեցած գույնը ստացավ։ Ռուկոլան տեղում է, Քանի որ կպչուն է, պրոշուտոն մի քիչ դժվար է առանձնանում, բայց հենց դրա շնորհիվ լավաշի նման կարող ենք փաթաթել եւ ստանալ կպչուն ռոլեր։ ռոլեր։ Աղցանի մեջ ինչ են կարող։ Դու կարող ես կտրտել լոլիկն ու ավոկադոն։ Արի սկսենք լոլիկից, որ հետո ավոկադոն գեղեցիկ։ Հետաքրքիր ինչպես է ավոկադոն կտրելու։ Մանր։ Խնդրում եմ սիրելի ավոկադո կլինես հիանալի տեսքով։ Որպեսզի ստուգենք, ընդհանրապես պետք է մի փոքր սեղմել, եթե մատի հետքը մնում է, այո, պետք չէ, շատ փափուկ չլինի, բայց եթե մատնահետքի տեղը տեսնում եք, ուրեմն լավ է։ Պետք չէ խանութում բոլոր ավոկադոները հերթով սեղմել։ Ես հենց այդպես էլ անում եմ միջակայքում։ Իհարկե, որովհետև չգիտես ինչպես կարող ես ընտրել մանը, եւ պես կխափուսի։ Այն տարբերակ չկա։ Չէ, բայց եթե դու սեղմում ես եւ սեղմում, այսինքն ստացվում է այն ինչ որ փորձում ես ստուգել, միանգամից վերցնում ես այդ ավոկադոն։ Եթե չի ստացվում, ուրեմն դեռ հասած չէ։ Չէ, ես նկատի ունեի այն վատ դեպքերը, երբ սեղմում ես ու շատ թողնում ես այդպես սեղմված։ Դե այդ դեպքում ճզմվում է այդ ավոկադոն։ այդ դեպքում պիտի թողնես, որովհետև դա արդեն պիտանի չէ։ Դա արդեն աշխատակիցների խնդիրն է։ Այո, պետք է առհասարակ այդտեղ չլիներ այդ պահին այդ ավոկադոն։ Իսկ ինչ տարբերակով կտրտենք այս լոլիկին։
Ինչպես կտրտենք։ Կարող ենք մի փոքրիկ խորանարդների Դուք աղցանի համար եք կտրատում, թե ռոլերի։ Այո, խորանարդների տեսքով կարող է լինի։ Նայեք, այս ձևով հիմա դասավորեցինք։ Եվ դնում ենք վրան լոլիկի ճիր։ Կարող ենք հենց այնց ամբողջական կտորներով դնել։ Այսինքն անուշ առանձին այսպես չես անում, մեկ ամբողջական հարթություն ես ստանում, մակերես ես ստանում պրոշուտոից։ Հետո կբաժանենք արդեն, այո։ Հետո կտրատես։ Լավ։ Ինչպես սովորական ռոլը երբ պատրաստվում է, հետո են չէ կտրում։ Ահա։ Եվ ես վերցրել եմ այստեղ բուրատա պանիրը, բայց միշտ չէ, որ բուրատան լինում է ամբողջական թանձր, այսպես ասած, դրա համար ափսեի մեջ հիմա փորձենք սենց բաժանել, տեսնենք, եթե հեղուկ լինի, երբեմն հեղուկը շատ է լինում։ Այո, ահա, մի քիչ, տեսեք։ Սա այդ դեպքերից էր։ Այո։ Ինձ թվաց աղցանի համար ես օգտագործելու բուրատան փաստորեն։ Այս նախուտեստի համար, բայց այո, կապ չունի։ Եվ այսպես։ Ամենահամեղ պանիրներից է բուրատան, չէ՞։ Բուրատան եւ ռիկոտան, երկու ամենահամեղ պանիրի տեսակները։ Եվ այսպես պոկում ենք ձեռքով ու բաժանում տարածում։ Եվ դնում ենք այստեղ բազիլիկ, իսկ գեղեցիկ դասավորում ենք։ Բազիլիկը շատ յուրահատուկ համ կտա, ուրիշ ոչ մի համեմունք չենք օգտագործելու, որովհետև յուրաքանչյուր բաղադրիչ շատ այնքան համեղ է ու հագեցած։ Այո, համերը շատ են, այո։ Հերթը հասավ ավոկադոյին վերջապես։ Դավիթ, Արդեն ճիշտ է սկսել։ տեսնենք, չես կարող ասել մինչև չստացվի վերջը։ Ես վստահ եմ, որ լավ կլինի, իհարկե։ Կորիզը բավականին մեծ է, դա այդքան էլ լավ չէ։ Ես միշտ օրինակ փնտրում եմ այնպիսի ավոկադոներ, որ կորիզը ստացվի լինի, որպեսզի այդ դեպքում գթալը կարող է քեզ օգնել։ Եվ մի փոքր բալզամիկ քացախ ենք անում։ Անկեղծ շատ հպարտ եմ։ Հիմա ուզում տեսնել ամենավերջին քայլը, ինչպես է կտրատելու արդեն։ Խորանարդած է, եթե այդպես կարող ենք այս տարբերակը։ Ինձ անընդհատ ասում են, որ չի կարելի ափի մեջ կտրտել որևէ բան։ Բայց եթե շատ զգուշ անես եւ փոքրիկ դանակով, կարծում եմ կհաջողես։ Եվ նայմանը մի փոքրիկ բալզամիկ քացախ կրեմ ավելացրեցինք ու հիմա պետք է ծալենք ու սկսենք փաթաթել։ Այս ծալելը շատ հետաքրքիր է, այսպես զգուշությամբ, չէ՞ պիտի։ Այո։ Այստեղ շատ նուրբ աշխատանք է պահանջում եւ մի փոքր դեպի քեզ պետք է սեղմես, որպեսզի հավաքվի։ Կարծես թե ստացվում է։ Իմ բոլոր սիրելի բաղադրիչները մեկ նախուտեստի մեջ են հավաքվել։ Ստացվեց։ Մի փոքրիկ Անտիր։ Կողքից դուրս եկա, բայց բնականաբար այդպես էլ կլիներ։ Ահա։ Հերիք է ավոկադոն, թե այս մի կեսն էլ ավելացնենք։ Կարծում եմ բավական է։ Եվ քանի որ ֆետա պանիրը ուղղակի կարող ենք փշրել, կարող ես գեղեցիկ փշրել։ Փորձեմ։ Բայց ավարտենք։ Ես մատուցման ափսեն դնեմ այստեղ։ Հիմա ամենահետաքրքիր պահը։ Պետք է կտրենք զգուշությամբ, տեսնենք ինչ է ստացվել։ Ահա, տեսեք ինչ գեղեցիկ է։ Կարող ենք այսպես դնել։ կարծես փոքրիկ ռոլեր լինեն, որտեղ առանձին է երևում, այո։ Իսկ ես կարող եմ գողանալ քո բալզամիկից։ Իհարկե։ Բայց ասեք, որ գեղեցիկ է։ Շատ գեղեցիկ է ստացվել եւ բալզամիկը նաեւ ավելացրեցիր հենց պատրաստման ընթացքում, չէ՞։ Այո, եւ վերջում նորից կավելացնենք։ Քանի որ նմանատիպ բաղադրիչներով աղցաններ հաճախ ենք պատրաստում եւ արդեն պատկերացնում ենք համը, սա տեսնելով հասկացա, որ այս ձևով մատուցումն էլ հետաքրքիր կլինի եւ հաստատ հյուրերին կարող եք զարմացնել։ Այո։ Եվ կարծես թե նաեւ բավականին արագ է պատրաստվում, այսինքն շատ բարդ չէ, արագ եւ վստահաբար շատ համեղ։ Իսկ մենք միշտ ենք փորձում արագ բաղադրատոմսեր ներկայացնել, որովհետեւ այսօր բոլորը շտապում են եւ անհրաժեշտ է արագ որևէ բան պատրաստել։
ու շատ հաճելի է, երբ այդ արագ պատրաստված ուտեստը լինում է եւ համեղ, եւ առողջարար, եւ գեղեցիկ, որովհետեւ շատ հաճախ մեր խոհանոցում նույնիսկ խոհարարներին հարցնում են, իսկ դուք ինչպես եք վերաբերվում ուտեստին, դե պետք է պարտադիր այն լինի գեղեցիկ։ Շատ կարեւոր է, երբ գեղեցիկ ենք մատուցում համեղ պատրաստված ուտեստը։ Հիմա մեզ մեն չինական փայտիկներն են պակասում այստեղ, պետք է ավելացնել հենց մատուցման որպես տարբերակ։ Այո, կարելի է, բայց այստեղ դեռ մենք կարևոր բաղադրիչ ունենք։ Ամենակարևորը բալզամիկ կրեմը, որը որ խտացնում է եւ հարստացնում է բոլոր այս բաղադրիչների համը եւ առանց սրա ուղղակի չեմ պատկերացնում նման նախուտեստն ու աղցանը։ Եվ վերջ։ Մնում է Դավիթին կանչել խոհանոց։ Որքան գեղեցիկ է։ Հիմա ասեք, սա աղցանն է մոտավորապես, մենք այստեղ միայն ավոկադո ավելացրեցինք եւ փոխարինեցինք չիրը, փոխարինեցինք լոլիկով։ Թարմ լոլիկով այս դեպքում։ Այո, եւ այստեղ կարող ենք նույն ձևով նաեւ օգտագործել պրոշուտոն, այսինքն նույն կերպ կարող ենք դնել, բայց ես գիտեմ, որ դու այդքան էլ չես սիրում, դրա համար այս Սա Դավիթի մեջ չենք ավելացրել։ Աղցանը փաստորեն քոնն է արդեն, իսկ ռոլերը ես կհամտեսեմ։ Բայց ես իմ աղցանից քեզ մի կտոր կտամ։ Պայմանավորվեցինք։ Դրա համար մեզ պետք է ինչ։ Փոքրիկ դաթար։ Փոքրիկ դաթար, բայց մինչ այդ իհարկե շնորհակալություն հայտնենք քեզ եւ շնորհակալություն հայտնենք քեզ Անուշ, որ յուրաքանչյուր առավոտ մեզ զարմացնում ես, թվում է թե շատ բարդ, բայց իրականում շատ պարզ եւ համեղ բաղադրատոմսերով։ Անուշ լինի։ Շնորհակալ ենք սիրելի հեռուստադիտողներ, այս պահին կարճատև գովազդային դաթար մեր եթերում մենք կփորձենք թե ինչ ստացվեց խոհանոցում եւ արագ կվերադառնանք։